Այսպիսով մենք պատրաստ ենք, տեքստը վերջնականացվել է ավելի վաղ, այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ, Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։ Of this infrastructure, which is the shortest connection between mainland Azerbaijan and Nakhichevan Autonomous Republic. Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIP։ Ինչ է TRIP-ը։ Armenia and the United States are going to create a consortium, a company. Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում, ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։ Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ, մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը, Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։ To connect north and south of Armenia's by railway, there is no railway connection. Right. Do we have an approximate timeline? Կա մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը, կբացվի ազատ տարանցման ճանապարհորդությունների եւ այլնի համար, եւ արդյոք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին, քանի որ ես հիշում եմ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես նշեց, որ Միացյալ Նահանգները տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Այսպիսով, երբ կարող ենք տեսնել ժամանակացույց։ Look, as I said, we agreed upon the major fundamental principles. Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու եւ այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել էինք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ This process in coming months and then construction should take place. Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապերը, որովհետեւ ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք օրինակ ուղարկել կամ ստանալ ապրանքներ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Because as I said, we are one of the main beneficiaries. We also can send goods, for instance, or receive goods using infrastructure and territory of Republic of Azerbaijan.